Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ նոթնի յուրաքանչյուրիդ։ Հայրջան, բարի օր, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Ուզում եմ նորություններով կիսվեմ ձեր հետ, ովքեր բաց են թողել, որովհետև մինչև հիմա դեռ հարցնում են, ինչ նորություն կա, ինչ եք անում, ուր եք հասել եւ այլն։ Նորից եմ կրկնում, որ Լույսի բանակը հասավ նրան, որ այս 3 մույթերից բացի ավել ըստ նախագծի ոնց կար ի սկզբանե, որ պետք է արվեր, այլևս չի արվելու, ու սրանք մինչև հունվար կամ փետրվար մեր մասնակցությամբ, մեր օգնությամբ, մեր ներկայությամբ, մեր վերահսկողությամբ նույն իր հին տեսքի կբերվի ու նորից կտեսնեք այս հուշահամալիրը նենց, ոնց տեսել եք մինչև այս վերանորոգման նպատակով քանդելը, հա, ըստ նախագծի։ Նախագծի հետ կապված առանձին էլ ասել եմ, սարքելուց հետո ինչ կանենք, դա այլ հարց է, իրավական հարց է, բայց այս պահին դեռ սա պետքա կառուցվի։ Այսօր սեպտեմբերի 30-ն է ու սպասում ենք քարերի խմբաքանակի, որոնք արդեն պատվիրված են, սարքվում են ու պետքա ըստ հաշվարկի հասնեն հոկտեմբերի 12-ից 15 ամսի։ Ու այդ օրվանից սկսած արդեն քարերը ստանալուն պես կսկսվի հետ վերականգնումը, իր նույն հին արտաքին տեսքը ու նաև ովքեր չգիտեն, դա էլ տեղեկացնեմ, որ մույթերի տակով մի շերտ ընդամենը քարերն էլ պետքա փոխվի, ռեստավրացվի, ինչպես նաև դրսի կողմից 2 մետր խորությամբ մինչև դրինաժ, որպեսզի ջրամեկուսացումը իրականացվի։ Հայր ջան, կարող է ես հաճախակի ստեղից վիդեո չանեմ, բայց վստահ եղեք, որ հետևողական ենք ամեն օր, եթե ես չի, ապա Լույսի բանակից գոնե մեկը նայում, հետաքրքրվում ու քանի ոչինչ չի շեղվել պայմանավորվածությունից, ինձ թվում է այսքանից ավել ասելու բան էլ չկա, կգա ամսի 12 կամ 15, երբ որ քարերը կհասնեն տեղ, նորից կիմանաք, կզեկուցվի հանրային կերպով, որովհետև գիտեմ մասնավորապես Սփյուռքում ապրող մարդիկ ինչ անհանգիստ են։ Մենք ստեղ ենք, մենք մասնակից ենք, մենք վերահսկողությամբ ենք զբաղվում, ամեն ինչի մեջ կանք հայր ջան, նենց որ առաջ Աստված, սա զուտ որպես տեղեկություն, որ իմանաք, ամբողջ տարածքում Սիրուն, դա էլ տեսանյութով կտեսնեք, հողը վարած, խոտի սերմերը ցանած, մաքուր պատշաճ աշխատանք է կատարվում։ Ժողովուրդ, մեկ էլ մի բան էլ ասեմ, որ արդեն բոլոր աշխատողների անձնակազմը հայեր են, այլևս հնդիկ չկա, մարդիկ են, ովքեր հասկանում են հուշահամալիրի սրբությունը, մեր հայերն են, մեր հայ բանվորներն են, նայեք ինչ Սիրուն, այսենց ամեն ինչ գնում է առաջ։ Թերևս սա էր այն ինչ կարայի այսօր ձեր հետ կիսվեի ու ընդհանուր արդյունքն էլ նա էր, ինչի հասանք միասին։ Հատուկ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մեր հետ ստեղ ակցիայի ներկա էին, շնորհակալություն նաև ներկա ոստիկաններին, հիմա աշխատող բանվորներին ու յուրաքանչյուր հայ, ով ուշադիր է այս հարցին ու ամեն հասնել դառնալուց հետևողականը նայում է ու մեր հետ էլ կապի մեջ է, հեսա մարգերն էլ նայեք, այսինքն Սիրուն աշխատանք է տարվել ու ընթացիկ արդեն կտեղեկանաք։ Թերևս այսքանը ընթացիկ, եթե ծիծեռնակաբերդ հետ կապված լուրեր լինի, ես ձեր հետ կկիսվեմ։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ,
ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։